տեսակետը եւ այսպես եթե ամփոփենք շաբաթը ազգային ժողովում էր Նիկոլ Փաշինյանը, մենք տեսանք ինչ վիճակ է երեք ազգային ժողովում իր մոտ, առաջին օրն այսպես ինչ-որ ասում են չնոպաներ էր, վիդեոներ էր նկարում, զվարճանում, այս ամենը ինչով է պայմանավորված ըստ Խնդրեմ ձեր խոսքը սկսեք, հետո մեկ-երկու տեսանյութ ցույց կտանք, թե ինչպես է ինքը վիրավորում քաղաքացիներին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Սա պատական չի, բնականաբար, հա, եւ ունի բավական լուրջ ուրեմն պատճառներ եւ իր նման հոգեկան խանգարված վիճակը երբ որ նես տպավորությունա, որ դեղերը ժամանակին չեն տվելու, ինքը լրիվ շարիկները թափել է, գալիս է, եթե ուշադիր հետևեք ժամանակահատվածը, այն պահից, երբ որ ինքը վերադարձավ Մոսկվայից, վերջի Մոսկվայում հանդիպումներից հետո։ Իրա այն իրականում են, որ մարդկանց վիրավորում է, շանգել ասում, բոլոր նրանց, ովքեր իրանց չեն ընտրելու, իրականում իր այդ շանգել իր զանգվածը, որ իրականում դրանք են, այդ շանգելը, ուրեմն մոտները տպավորությունը ստեղծել, որ էսի մի հատ ընդեղնեց, մի հատ գազ ատավել Պուտինին, մի հատ աննես, մի հատ էսի համարցակվել է, մի հատ էսի ինչ բաներ ասելու, իրականում պարզ, բաց երևում էր եթերում են թույլատրելի սահմանը, որ պետք է ցուցադրվեր, ուրեմն ցուցադրվեց, որ ինքը շատ կոշտ ու բավական ցավոտ չափալախներ է ստացել, բնականաբար հասկանալի է, չէ՞ ինչ խոսակցություն ա եղել նաև դեռնփակ վիճակում։ Այն ինչ որ բաներ լուսաբանվել է, ինչ որ բաներ բացահայտվել է, որովհետև դրանից հետո Զատուլին նախոսացել արդեն այդ խորքային զրույցների մասին ավերջուկն է խոսացել խորքային զրույցների մասին, բայց այլևս այս մարդը չի կարա երկերեսանի քաղաքականություն վարի։ Իրան բացատրեցին, որ մինչև հիմա ձեն չէին կանում, որովհետև հələ դեռ հնարավորություն կար, որ դու ուշքի գայիր։ Հիմա արդեն այդ հնարավորությունը չկա, հասկանալի է, որ դու այլևս ուշքի չես կարալու գաս, եւ դրա հետ կապված բավական կոշտ ձևով բացատրել են իրան, որ տղա ջան, դու պետք է կողմնորոշվես։ Դու չես կարա երկու աթոռների վրա նստես ու քեզի լավ զգաս։ Մենք դա թույլ չենք տալիս։ Խոսքը ռուսների մասին է։ Իրանք դա թույլ չեն տալիս։ Առաջինը, երկրորդը այնտեղ շատ կոշտ խոսակցություն ա եղել, որի մասին դեռ արձագանքները չկան, բայց ինձ թվում է դա էլ կգա ուրեմն ասպարեզ սա ենթադրում էր, որ պետքա երկաթգիծը ռուսների ձեռքից վերցներ եւ հանձներ որովհետեւ մի այլ ինչ որ պետությանը Ղազախստանին այնտեղ անուններ հնչում, էլ ինչ որ մի հատ պետության անուններ հնչում եւ այլն Ինչին Ռուսաստանը շատ կոշտ արձագանքեց, որ էս ինչ ես խոսում այդ տղա։ Էս մեր ունեցվածքը ինչ որ մերն է հիմա։ Դու ո՞նց կարաս ուրիշին տաս։ Խելքը թափել արա։ Եվ մնացած բոլոր հարցերում իրան շատ վատ արձագանք են տվել եւ ոչ մի լավ բան խոսք չեն տվել, բացարձակապես հակառակը։ Փաստացի լսեցրել են, որ Եվրոպա մտար $600 պակաս չի լինելու սահմանի վրա արժեքը գազի, Եվրոպա մտար մեր շուկաներում դու այլևս քո արտանումներդ չի կարա լինի, եւ ամենակարևորը, որ այդ Ռուսաստանի այդ սեփականությունը, եթե դու տես բան արեցիր, ուրեմն Ռուսաստանում այն ներկայացուցիչները հայազգի, որոնք աշխատում են, կարողանում են տրանսֆերներ ուղարկել Հայաստան, բիզնես են անում եւ այլն, բոլորը կսկսեն ունենալ Ռուսաստանում շատ լուրջ ու կտրուկ խնդիրներ։ Ինքը շատ մանրակրկիտ Պուտինը դրեց սրա դեմը։ Բնականաբար է, չէ՞, ինքը Մոսկվայից եկել է ծեծված, բարի բուն իմաստով։ Այն գիտեք ոնց այն
չեն ծեծել, սատկացրել են ընդ վիճակում եւ ստեղ իր այդ ուրախ ավտոբուսով շրջելու ժամանակ, երբ որ պարզա չէ, որ հիմնականում 20-30 հոգի է, որոնց դեմքերը ամենտեղ երևում է, ինք ուր գնում է, այդ իբր թե ժողովուրդ կոչեցյալի որոշ մարդկանց դեմքերը ալընթաց ֆիքսվում է։ Այսինքն իրանց օպերատորները այնքան վատ են աշխատում, որ գոնե այդ պահին այդ ամենտեղ մասնակցած այդ զոմբիներին, այդ փողով ստեղ այնտեղ ուրեմն գուլատ անող այդ շուն ու շանգյալներին չֆիքսեն, չեն հասցնում, կամ նրանք են այնքան դեբիլ, որ իրանց գցում են կամերայի առաջ, որտեղ դե իրանց հետաքրքիր է, որ կամերայում իրանք երևան, ու պարզ երևում է, որ բեմականացված շոուներ են, այն մասով, որտեղ որ իրան փաթաթվում են, լպստում են, ոտերն են լիզում, չգիտեմ, այնտեղ ես չգիտեմ ինչերն են անում, բայց նաև կողքից ցանցերի մեջ հայտնվում են ոչ իր օպերատորների կողմից նկարած ուրեմն ձևաչափեր, որտեղ որ իրան ուղակի շատ կոպիտ վերաբերմունք են ցուցաբերում քաղաքացիները։ Ու այն կարգի իր առաջ հարցեր բարձրացնելով ու այդ հարցերի պատասխանը պահանջելով, սա չի կարողանում պատասխանել ու այս ամեն ինչի ֆոնի վրա պարզա, որ սրա մոտ սկսվել են բավական լուրջ հոգեկան խանգարումներ, ես որպես հոգեկան խանգարումից ավել իր այս հոգեվիճակը չեմ կարող գնահատեմ, որովհետև դե մարդը ինչքան անուղիղ լինի, որ փաստացի այսօր հսկայական ջանքեր թափելով մարդկանց վանելու ընտրություններին գալու համար ինքը հիմի այս մի շաբաթվա մեջ առից լրիվ հակառակը ինքը իմ կարծիքով բերեց այն զայրույթին, որ այդ ընտրություններին չգնացող զանգվածը պետք է ելնի ու գնա այդ ընտրություններին։ Բնականաբար, որ այս հոգեխանգարումը իր մոտ ավելի է սաստկանալու, ավելի է մեծանալու, որովհետև գնալով այդ հասկացողությունը իր ներազդեցությունը իր ասացի նեգատիվ եւ վնասաբեր իր թմի եւ իր ընտրվելու համար սկսել է ավելի իրան նյարդացնել ու ավելի վատ վիճակի մեջ բերել։ Մենք այնտեղ ես չեմ կարող հավատալ։ Կնենք հազար ներողություն։ Եթե ես հիմա ասեմ, գիտեք ինչ կարող է ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան դաշինքը ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարա իրանց օգտին կքվյարկի։ Ես դες լուրջ եմ ասում, հարգելի գործընկեր։ Ну պետք է ասեմ, որ վստահ եմ, որ 1-2 օր հետո այս արտահայտության համար ներողություն է խնդրելու։ Պետք է միանշանակ չկասկածեք։ Հաստատ ինքնին ներողություն է խնդրելու, որովհետև ոչ հսկելի վիճակում է եղել, երբ որ այս էշությունը ինքը արտաբերել է։ Իսկ նամանավանդ արձագանքը ցանցում չկա անգամ նույնիսկ դրական մի հատ փուճուր գոնե արձագանք էլի, որը նույնպես կբերի նրան, որ ինքը կհասկանա, որ շատ լուրջ սխալ է թույլ տվել եւ սա շատ վատ ազդելու է իր ռեյտինգի վրա, որը առանց դել տենց մի առանձնապես բարձր չի։ Ինչ ասեմ, եթե ինքը պարտադիր նպատակ է դրել չընտրվելու, ըստ երևույթին վախեցած է եւ բերևի մտածում է շուտ Հայաստանից թռնելու մասին, կարա այս ոճով շարունակի եւ հաստատ կհասնի իր նպատակին։ Համենայն դեպս հա օլիգարխներին ինքը բան արել, մեծահարուստներին բան արել, որ ինքը ոչ թե ասել է բոմբ կսարքեմ, դա ինքը սկզբից ասեց մի հատ իր ինչ որ չգիտեմ ինչ սենյակի խուցի մեջից ինչ որ էշություն ասեց, որ Զամվել Կարապետյանին բոմբ է սարքելու։ Իր մոտ հաջորդ հայտարարությունը
հեղեղվեց, որ ինքը ասեց, որ ինքը սկսել է այդ մեծահարուստներին բոմբ սարքելու գործընթացը։ Այսինքն նայեք, ինքը արդեն բացահայտ խոսում է եւ ասում է եւ անում է քրեորեն հետապնդելի հանցագործություններ։ Իր ամեն մի ասած բառը սա փաստացի հայտարարություն է հանցագործության մասին։ Բնականաբար է, որ հələ որ քանի ուժային կառույցների իր ձեռքերում են նման գործընթացներ չեն սկսվի։ Բայց ինքը աշճանաբար իր ապագայի վրա կուտակում է։ Ինչ դուխով է դա անում, մի քիչ չեմ հասկանում, կամ էլ կորցնելու բան չունի, վաբանկ է այդում, կամ շատ շուտապույտ կերպով իր համար նախապատրաստել են փախուստի ճանապարհը եւ այդ փախուստից հետո էլ իր անվտանգության երաշխավորված ինչ որ գործընթացներ են խոստացել, դրա համար նաեւ վախենալով, որ ուրբաթը շաբաթից կարա շուտ գա, կամ շաբաթը ուրբաթից կարա շուտ գա, տենց ավելի ճիշտ ասել է, ըստ երևույթին պրովոկացիա է անում, որ այդ գործընթացը իր աստեղից փախնելու եւ իրան պաշտպանության տակ վերցնելու սցենարը ավելի շուտ աշխատի, չգիտեմ ինչն է պատճառը։ Համենայն դեպս այն որ այս պահին իր բոլոր տեսակի դրսևորումները հոգեկան առողջություն ունեցող մարդու դրսևորումներ չի, սա միանշանակ է։ Ինքը նաև դուք տեսաք, չէ՞, հիստերիկայի մեջ ընկավ, երբ որ ազգային ժողովում նույն Սերյան Օհանյանը իր դեմքին թռավ ու ապացուցեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հենց կոնկրետ իր հրամանատարության եւ իր կարգադրության շնորհիվ ուրեմն եղել է Շուշիի գրավելու եւ մինչեւ Շուշի թուրքերի հասնելու ամբողջ գործընթացը։ Եվ տեսեք անմեղ մարդը եթե ինքը իրոք մեղավոր չէր եւ դա ճշմարտություն չէր ընկնի նման հիստերիկայի մեջ։ Արկահերներ շատ հանգիստ, շատ սառնասիրտ, հակափաստարկներով, հակապատասխաններով կփորձեր հերկել Սերյան Օհանյանին։ Բայց ինքը դա չկարողացավ անել, ինքը ուղարկի ընկավ հիստերիկայի մեջ։ Հայաստանի, ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ ցանկացած երկրի առաջի դեմքը նման հոգեվիճակ դրսևորելու պարագայում 5 րոպե չէր մնա իր պաշտոնում։ Ցանկացած տեղ, ցանկացած այն ամենահետամնաց երկրում, եթե երկրի առաջի դեմքը գոնե մի անգամ, ոչ թե մի շաբաթ անընդհատ, այլ մի անգամ նման հոգեվարկ ունենար, դրսևորեր հոգեկան խանգարում ունեցող մարդու, ընդ որում բավական լուրջ, ագրեսիվ հոգեկան խանգարման մարդու տպավորություն 5 րոպե չէր մնա պաշտոնում։ Կամ անմիջապես իրան ինչ որ մի ձևով կհեռացնեն, կամ ինքը իր սեփական կամքով, ուրեմն իր դիմումի համաձայն հրաժարական կտար ու կհեռանար այդ պաշտոնից, բայց ոչ էսի։ Ոչ էսի։ Էսի ինչ որ անում է, սա բացարձակ խայտառակություն է։ Աբսուրդային խայտառակություն է ազգի համար։ Ես լսել եմ թուրք լրագրողին, որը բավական հայամետ է իմիջիայլոց։ Տարիքով մարդ, հա։ Ու ինքն է զարմանքով ասում, հայ ժողովուրդ ասում, ախր ես ուրիշ ձև եմ ճանաչել, դուք այդ խայտառակությանը ո՞նց եք դիմանում։ Ո՞նց եք այդ խայտառակությանը պահում։ Ցանցում կա այդ տեսանյութը, կարաք հետևեք մի հատ գտնեք, նայեք։ Ասում այդպես պազոր իր պատմության մեջ հայ ժողովուրդը չի ունեցել, հայ պետականությունը չի ունեցել։ Ո՞նց եք հանդուրժում սրան։ Այդ հարցը ես եմ տալիս հայ ժողովուրդ, մենք ո՞նց ենք սրան հանդուրժում։ Անհանդուրժելի է։ Սա չգիտեմ։ Ես քեզի չեմ ընտրելու գերագույն թշնամի, որովհետև դու թուրք ես, որովհետև դու թուրքի լակոտ ես, որովհետև դու թուրքի ձեռի տակի խաղալիքն ես, որովհետև դու Ալիևի հակի տրուսիկն ես։ Ես քեզի չեմ ընտրելու։ Դրա համար քեզի ասում եմ, շուն ու շանգյալը դու ես ու մերը տա, հերը տա։
Բոլոր կողքիդ կանգնածներն են, տականք։ Քեզ ոչ մեկ իրավունք չի տվել ինձ վիրավորելու, արա։ Ու պահանջում եմ հայ ժողովրդից ներողություն խնդրես, ասացիդ համար։ Շուն ու շանգյալ, լսում ես արա։ Չգիտեմ, սրան այս ասացին անդրադառնալու մասին շատ տենց առանձնապես էլ չարժի, որովհետև դեբիլին ինչ անդրադառնաս։ Մարդ որ հոգեկան խանգարում ունի։ Թուրքիայում դիվանագիտական ֆորում էր ընթանում, որտեղ Ալան Սիմոնյանը խոսել էր եւ տեսեք, էլի մենք գիտենք ինքը մշտապես ինչ տեսակետ է ունեցել մեր ռազմագերիների վերաբերյալ, բայց ընտրություններից մեկ ամիս առաջ մոտ ինչ է ասում, որ խաղաղության հաստատման համար մեր գերության մեջ գտնվող 19 հայրենակիցներ պետք է վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, անհետ կորածների հարցը պետք է բացվի եւ այլ հանգամանքներ։ Խնդրեմ այս մասով, սա ինչի դրսևորում է ձեզ եւ նաեւ խոսում էր Թուրքիայի կարևորության մասին, հարաբերություններ հաստատենք, որ խաղաղությունը լիարժեք դառնա։ Դե ինքը շատ ուղիղ ասես, չէ, որ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Թուրքիան ու Ադրբեջանն է, դա չէ ասել։ Ինքն է ասել։ Իմիջայլոց վերջերս մի փոքր ոնց որ սառեց եւ երկրորդ պլան մղվեց մեր գերիների հարցը եւ սա էլ պատահական չի, որ նման շոուներով, նման ցնցումներով, կալանավորումներով եւ այլն, սկսել են արդեն կանանց հետևից լրբերը։ Իսկ լիրբ հիմնականում կանանց են ասում, բայց ես լիրբ ասում եմ սրանց տղամարդ կոչեցյալները, որ տղամարդ են, էլի։ Ընկել են կանայք են կալանավորում արդեն, ընդ որում կրծքի երեխա, որը մորական կաթից կտրված չի, ասենք թե մորը կալանավորում են։ Եվ նման ձևի այսենց հնչեղ, ուրեմն ծայրաշճան, ուրեմն բաներով, ոնց որ մարդկանց ուղի մեջ կամանց դարձնում են սովորական, որ հայ գերիները ուրեմն սո իրանք չկան, այլևս պիտի չլինեն։ Ոչ, այդ թեման պետք է շատ ակտուալ լինի, շատ ագրեսիվ ներկայացվի եւ ներկայացվի միջազգային հանրություններում։ Եվ այդ դրա հետ կապված որքան ես գիտեմ, նաեւ Հայաքվեի ժողովուրդն են Բրյուսել գնացել վերջերս, որքան ես գիտեմ եւ շատ կտրուկ ու էական ձևով բարձրացրել են գերիների հարցը միջազգային ասպարեզներում եւ սա պետք է անեն բոլոր իրենց ընդդիմադիր համարող ուժերը եւ պետք է անպայման այս հարցը պահել շատ սենց ուժեղ արձագանքների վրա եւ բնականաբար որ այսօր ամբողջ քաղաքականությունը փոխված է եւ ամբողջ քաղաքականությունը այս իշխանությունների գնում է բացարձակապես թուրք, իսրայել, ադրբեջանական պահանջարկով, թելադրանքով եւ անմիջական հովանավորությամբ, դե բնականաբար է, որ սրանք պետք է ամեն ինչից հերթով, երբ որ կրծքներին խփում էին ձեռներով, մենք պետք է Արցախը մերն է, սենց պետք է սենց ով որ սենց կմտածի Արցախի հետ կապված դավաճանն ասենք, ես չգիտեմ, սենց լոզունգներից սկսած մինչև որ գերիները մեր պետք է միավորվեն, հա, ընտանիքների հետ, դրանից հետո ինքը լրիվ ուրիշ բան է ասում, լրիվ հակառակ գործողություններ է իրականացնում, նորմալ է սրանց համար։ Գերիները իրանք զերով են հանձնել ադրբեջանցիներին, գիտեն չէ որ հետ եկան, եթե ստացվեց հետ եկան, սրանց օրոք, դա իրանց համար ատոմային ռումբ է լինելու։ Իրանք շատ լավ գիտեն, գերիները եկան ու չեն լրելու։ Շատ լավ գիտեն, չէ՞ որ իրանք հանձնողները ովքեր են։ Իրանք ոնց են կալանավորվել, ում խնդրանքով։ Եթե չասեն պահանջով։ Բնականաբար է, որ այն մեջներեն Վագիվ, ես չգիտեմ ինչ մեր կա տենց թեթև, որովհետեւ էական կապ չունեցող որոշ հանգամանքների հետ հայրին, հա, թուրքերը յանը տենց համել PR արեցին, բաց թողեցին, բայց ասենք թե հիմնական վերնախավը, ռազմաքաղաքական վերնախավը
որ գտնվում է այսօր Ադրբեջանի ուրեմն բերդերում, իրանք արտահանձնվել են հայկական իշխանությունների կողմից։ Ես դրանում վստահ եմ։ Չունեմ ապացույցներ, չեմ կարող ասեմ, որ գիտեք ինչ sense բաներով, բայց իրանք լրատվամիջոցները Ադրբեջանի լրատվամիջոցներում ես կարդացել եմ։ Նաև Ալիևն է արտաբերել, որ Իրան Փաշինյանը խնդրել է, որ այդ մարդկանց կալանավորեն։ Դենց որ ես իմ կարծիքը չեմ հայտնում, ես հայտնում եմ այն ինչ որ կարդացել եմ ադրբեջանական մամուլում։ Իմջալուց տարածված նաև սոցցանցերում։ Հետևաբար նման պահվածքը շատ հասկանալի է, ինձ չի էլ զարմացնում։ Բացարձակապես։ Այսօր մարդուն կարան ասենք, թե Արցախյան դրոշը դու քաղաքում անգաս կարան կալանավորեն։ Ոչ թե կարան, հաստատ կալանավորեն։ Մի հատ մեծ դրոշ Արցախի վեկալեց ու հելեց փողոցով մանգան, հենց հենց առանց ոչ մի բան, ոչ գոռալու, ոչ մեկին վիրավորելու, ուղղակի հավեսիդ համար անմիջապես կալանավորեն։ Անմիջապես Արարատ, Մասիս, բան, sense ամենտեղից հանել են, ամենտեղից ջնջում են։ Գիտեք ոնց ջնջում են սուս ու փուս։ Ասենք թե պատական սկզբունքով մարդը տեսնում է, որ կնիքի վրա սահմանի խփող Մասիս սարը անհետացել է, այդ ձևի ենք իմանում։ Ոչ թե ինքը ինչ-որ հրամանա բարձրաձայնել, ինչ-որ բաներ է ասում։ Կատամթերքը այսօր արդեն 70-80 դրամով թանկացել է։ Թե բա թոշակ եմ բարձրացել 10,000 դրամով։ Բա այդ թոշակառուները 10,000-ով դու բարձրացել ես, բայց այդ 10,000-ին համարժեք։ Առնվազն 100,000-ի գնաճ է ապահովել, որ իր ասենք թե 10,000-ը ոչ մի բան չի մեղվում, դրա համար է, չէ՞ ասում է 10,000-ը ինչ է անելու։ Գիտեր չէ՞ որ պետք չէ 10,000-ը, մեկը ոչ մի բանով չի օգնելու, բախի բարձրացես այդ փողը։ Հենա ջեբդ կդնես, չէ՞, անասուն։ Դե հա $20 կարան իրանք բանա գնալ լառնակա հանգստանալ։ Հələ մի հատ տենամ դու կարաս գնաս $20 վրա։ Չէ, բայց ուզում եմ ասեմ, մենք թեկուս իր կառավարական ինքնաթիռով ինքը կարա գնալ լառնակա $20 հանգստանա, բայց $20 այդ մենակ տոմսի արժեք չկա տես տոմսի արժեք։ Ինքը ստում է։ Այդտենց արժեք գոյություն չունի, ինքը սուտ է ասում։ Ինքը խափում է։ Որովհետև մի քանի ամիս առաջ անգամ, ասենք թե ընկերներս տեղյակ եմ ես, որ մրցումների գնալու համար կամ այլ նպատակների համար ամենաէժան տոպսը վիսերով երբ որ ուզում են գնեն, լավագույն թվում եղել է 40-41,000 դրամ փող, դե $100 է։ $100-ից ավել։ Մեկ եղել է, որ չլա մինչև 27,000, դա $60 է, բայց $20 չարա, ում ես խափում այդ դուրակ։ Բայց ասենք թե լավ նստավ սամոլոտ, դա մի ուղղությամբ լավագույն դեպքում մի ուղղությամբ, լավ, ասենք թե 20 չի կարող էլի $20 գնալ գալու տոմսի արժեքը լինի։ $20 տվեց թոշակառու, նստավ գնաց լառնակով, ինչ անելու հետո։ Փողը անդեղից մուրալու, որ հանգարց սոված չմնա իր հանգստի ժամանակ։ Թե դու ուզում ես խափես մարդկանց, որ $20-ով թոշակառուն կարա գնա լառնակա գնա գա, այնտեղ հյուրանոց վարձի կամ մի հատ ինչ-որ էժան տուն վարձի, գոնե մի 2 օր, լավ, մի օր ապրի, սնվի, մի հատ մի թեթև ինչ-որ շոպինգ անի կամ չգիտեմ, պրոստը մի հատ տուր, մի հատ ինչ-որ ոդկով էնել։ Անցնի ու գա հետ Հայաստան, $20-ով։ Ես էլ քեզ ասում եմ, տղա ջան, քո կառավարական ինքնաթիռով $20 դնում ես ջեբդ ու եթե մեզ լառնակա հանգստանալու 2 օրով։ Ու հետո կգաս հաշվետվություն կտաս այդ $20-ը ոնց կարացար հանգստանաս։ Ինչ է ասել այսօր կառավարության նիստին։ Սրանից հետո ով ասում է հարուստ եմ, ուժեղ եմ, թող իր համար ճանապարհ կառուցի, օդանավական կառուցի, ուր գնում ես, քո կառուցած ճանապարհով գնա։
Այս գիտեք որ պահն է, որ խոպանչիներին հիշում եք, որ ասում էր, «Էդում ճանապարհով եք գալիս, էդում կառուցած»։ Հիմա էլ այսպես, պարզա չէ, ինքը սլակներն ում է ուղում, խնդրեմ։ Դե գիտեք ոնց իր ասացի դեբիլությունների մեջ խորանալը, չգիտեմ, մի քիչ անհասկանալի բան է եւ պետք է ասեմ անշնորհակալ գործ է, որովհետեւ ամեն յուրաքանչյուր ուժեղ ճանապարհ սարքի օդանավակայան սարքի, այս երկրում քանի հատ օդանավակայան պետք է սարքվի, որ եթե դու իշխանությունից հեռանաս, համ ճանապարհը կսարքեն, համ օդանավակայանը կսարքեն։ Հենց հիմա էլ գնա։ Հենց հիմա իշխանությունից հետ ռադ եղիր։ Քո սարքած ճանապարհներիդ մի հատ տենում ենք, էլի ինչա վիճակը։ Հենց հիմա քաղաքով գնում ես, սենց կարկատաններ են, այդ կարկատանների կողքերն էլ էլի հələ բավական լուրջ չլցված փոսեր են։ Մեքենաները ջարդախուրդ են ելնում։ Բացարձակապես ոչ մի նորմալ աշխատանք դու ստեղ չես կատարի, ինչի վրան ես գլուխ գովում, մարդկանց ինչ ես հեքիաթներ պատմում կամ եսի ինչ ես անում, կամ միջև քո իշխանության գալդ, ասենք թե մենք ճանապարհներ չենք ունեցել, вообще ասֆալտած ճանապարհներ չի եղել։ Եղել է, չէ, ու համատարած է եղել։ Այդ որ դու ապրիլի 25-ին ավտոերթ ես անում Հյուսիս հարավ մայրուղին ուրեմն բացելու կապակցությամբ, այդ դրա կառուցման քանի տոկոսին ես մասնակցել։ Այս ու տասան։ Էդի դու ես սկսել, դու ես ավարտել։ Մեկ եւ երկրորդը ես լավ գիտեմ, որ այնտեղ մի հատված ինչքան գիտեմ ավարտվածել չի, ոնց ես հետո բացում անում։ Հարավ հյուսիս մայրուղի հետ կապված շինարարությունը երբ որ սկսվել է ու դու երբ որ իշխանություն ես եկել, քանի տոկոսն է կառուցված եղել։ Կամ այդ նույն հեքիաթն է, էլի, որ Տարոն Մարգարյանը, ասենք թե Մյասնիկյանի արձանի հետևի այդ պուրակը, այդ հիասքանչ պուրակը, ընդամենը մնացել էր այդ ցանկապատերը քանդեին եւ հանձնեին ժողովրդին, եկավ Հայկը քաղաքապետ ու հետի եկավ պաշտոնապես բացում արեց, որ հրանամետ իրանք են արել։ Ու տենց 3 այգի քաղաքում։ Ու հետի վերագրեցին, որ իրանք են արել։ Նորից եմ կրկնում, այդ այգին ավարտուն վիճակով մնում էր, որ մի ինչ որ օր այդ ցանկապատը դրա շուրջը հանվեր եւ բացման արարողության շնորհիվ էդի ոնց որ հանձնվեր ինչ որ մի հետաքրքիր համերգային ծրագրով հանձնվեր բնակչությանը օգտագործելու համար։ Ապարթափալի մեջ ընտրվում է Հայկ Մարությանը քաղաքապետ ու գալիս է անմիջապես ինքը էդի բացում է ու դրա բացումը անում է։ Բայց որ Անդրանի բանի Մարգարյանի հետ կապված գնում էիք այդ տարածքի հետ կապված բողոքներ այնտեղ այդ բաները քանդել, ջարդախուրդ անել, այս ինչ եք անում ստեղ, այս ինչ գործեր եք ստեղ անում, ձեզով է թույլ տվել բան, էդի մոռացաք։ Ասենք թե ձեր շուն ու շանգյալը, երբ որ Հելան եւ Տարոն Մարգարյանի դեմ ակցիաներ էին անում այդ շինարարության ժամանակ, մինչև որ այդ մարդը ստիպված ուզում էր սուրպրիզ անել բնակչությանը։ Ստիպված նախագծերը եւ կատարված աշխատանքները ցուցադրեց, նոր հելակ թռակ սուսուփուս մի հատ ներողություններ չխնդրեցի կարածների համար ու փոխհատուցում էլ չարեցիք նյութական վնաս հասցնելու համար։ Էդի հեչ, էդի շուն ու շանգյալ չէիք դուք։ Բայց այս մարդու սարկած կառուցածը, ավարտին հասցրածը, ընդամենը 2 օրվա քաղաքապետը գալիս է ու բան անում։ Իրանով անում, էլի դու։ Դե նույնն էլ այս ճանապարհների հետ կապված է, էլի անում։ Նույն հեքիաթն է պատմում։ Եղբայր դու այսինքն դու ի՞նչ եղբայր, դու թշնամի ես։ Դու հեռացի իշխանությունից։ Ես, որ պրոստը հասարակ քաղաքացի եմ, այս հանրապետություն, ոչ մի հարց չլուծող, ոչ մի հարցի վրա ազդեցություն չունեցող։ Սովորական քաղաքացի եմ։ Խոսք եմ տալի, արա, որ այդ ուժեղ մեծահարուստները համ ճանապարհները կսարքեն, համ օդանավական, դու մենակ հեռացի արա։ Բայց սարքեն դու վայել ես ուրոտ։ Բայց սարքել
Դե էդի Արցախում է հանձնել։ Բնականաբար, բա հանձնելը, բա իհարկե, խի Արցախով կառուցեց։ Լևոն Հայրապետյանին մոռացանք, չէ՞ իհարկե, որը Ռուսաստանի բանտում մեռավ, մի հատ մատեմատին չխփեցին այդ մարդուն օգնելու համար։ Սամվել Կարապետյանն էլ է շատ բան արել, Գագիկ Ծառուկյանն էլ է մեծ քանակությամբ օգնություններ ընդեղ ցույց տվել, ու էլի մեծահարուստներ, որոնք նաև սփյուռք հայությունից են եկել, եկեղեցին ինչքան է օգնել։ Անչափ ու սահման եկեղեցի օգնությունը չափելի չի ուղարկի։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին Գարեգին Բեի առաջնորդությամբ այն կարգի բարեգործություններ արել, որ ոչ մեկ չի կարող դրա հետ ոչ համեմատի, ոչ էլ հավասարվի։ Բայց եթե դու էլ ես ուզում, որ ճանապարհները ու թանավականներ սարքեն, հեռացի արա, հեռացի իրանք կսարքեն։ Ինչ որ պետքա կսարքեն։ Պետությունն էլ կհզորացնեն, մեր անվտանգության երաշխիքներն էլ կապահովեն, մեր բարեկամական հարաբերությունները մեր հարևան երկրների հետ, բարեկամ երկրների հետ։ Վրաստան, Պարսկաստան եւ Ռուսաստանի հետ, Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ։ Այսօր արևմտյան, ասենք թե արժեքներ, դավանողներ, այն որ սուսուպուս ձեն չեն անում, որ Պալեստինայում 68,000 երեխա են սպանել։ Այն որ հարվածել են ու մինչև հիմա հարվածում են դպրոցներում ու բժշկական կառույցներում Իրանում։ 175 աղջիկ երեխաներ, դպրոցական երեխաներ զոհվեցին։ Մեկը մի հատ ներողություն, կամ Իսրայելին մի հատ թթու խոսք, կամ Թրամփին մի հատ մի նախատանք ասեցին, էսա ձեր արևմուտքի արժեքը։ Ու կարծում եք, որ դուք եթե հանգարցենց մի օրվա մեջ թուրք ադրբեջանցիների մոտ մտան ու ձեզ ցեղասպանացին, իրանք ծպտուն են հանելու։ Դուք իրանց պետք եք вообще։ Այս երկիրը իրանց вообще պետք չի, ընդհանրապես։ Իրանի համար կարան վիզ դնեն, կռիվ դնեն, որովհետև նավթ կա, հարստություններ կան այլ տեսակի, մենք ինչ ունենք, ոչ մի բան։ Ոչ մի բան, ոչ մեկին պետք չենք։ Բացի մեզանից մենք ոչ մեկին պետք չենք։ Ռուսներն էլ պետք չենք, արա։ Ռուսներն այս տարածքը կգա մի բան, որ ռուսը կանգնի, կասի արա, որ տենց էս անում։ Ուրեմն այս տարածքին տերեմ կանգնում ու դուք դա չպետք է լինեք։ Ու եթե դու կլնես դրա մեղավորը։ Գնացել ես դա ծեծես կերել, եկել ես տեղ մարդկանց էլի սուտ ես խոսում։ Երբեք նման լավ հարաբերություններ Հայաստանը Ռուսաստանի հետ իր պատմության մեջ չի ունեցել, դա սուտ ասողի մերը արյու մի ասա։ Այ խափեպա։ Ու ես խափում, արա, ախր գիտեք, հարցը գիտեք ինչն է, որ հա, պետք է սուտ անցկացնելու համար դա հոգեբանության մեջ ընդունված ձև է։ Պետք է ինքը այնքան անչափելի սուտ լինի, հաճախ կրկնվող, որ մարդկանց մոտ կասկադը ո՞ց կար արա ինքը տեն սուտ ասի, բայց ասենք թե պարզ երևում է, որ դաժե այդ սուտը դու իմի չես կարա հրամցնես, արա այնքան բացահայտ է։ Այդքան բացահայտ խափելով ու անընդհատ կրկնելով դա չի անցնելու, չես կարալու անցկացնես։ Դաժե քո զոմբիներին։ Որովհետև քո զոմբիների մոտ ուրիշ տպավորություն է, որ դու գնացել ես, Պուտինին գցել ես քացու տակ, վերևացել ես, վրեն թքել ես։ Ու քեզ ասում են արա նույն ձևի կշարունակես վարչապետ ջան, Աստված ջան, ապրես դու, տեսար ոնց մեր հզոր վարչապետը, փեդը, վարչապետը։ Տեսակ ինչ արեց Պուտինի հետ, ոչ մեկ այդ դուխը չունեցավ, սենց ինչու առավել եւս, երբ որ քո զոմբիների մոտ կա այդ տպավորությունը։ Ու հետի ցանցում པարզ մարդիկ ասում են, դու դրանից ո՞նց ես ասում, որ աննախադեպ լավ են Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները։ Ես քիչ թե շատ քաղաքականությունից հասկացող ու քիչ թե շատ գրագետ մարդ,
լսելով Պուտինի վերաբերմունքը քեզ ուղիղ եթերում, հասկանում եմ, որ ինքը քեզի ծեծել է, բացարձակ բացեբաց ձևով։ Ինձ դու չես կարա համոզես, որտեղ այդտեղ պարզերում էր, որ աննախադեպ լավ հարաբերություններ ունես Ռուսի հետ։ Բա դու ես կարողանում այդ նույն բանը ասես, երբ որ իմ հակառակ կարծիք ունեցողը մտածում է, որ դու ես ծեծել Պուտինին, գցել քացուտակ ու տշել ես։ Ու դու իրան ասում ես մենք աննախադեպ լավ հարաբերություն, այսինքն դու ինձ ես ծեծել Պուտինին, որ խեղճ մարդը վախից տակը լցրել է ու քո հետ բան արել, հաստատել է աննախադեպ լավ հարաբերություններ։ Խնդալու, այսօր շատ ծաղալու բաներ ես ասում։ Գիրագույն թշնամի, շատ խնդալու, զավեշտալի բաներ ես ասում, ეხր մտ չի կարել այդպես բաներ ասել։ Նորից եմ ասում, այս սրա սաղարարքները այն տպավորությունն է թողնում, որ այդ իր խոստացած փախուստն ու պաշտպանությունը ինքը պրովոկացիան ու հնարավորին չափ նախատեսվածից շուտ ստացվի։ Վախենում է, ուզում է փախնի։ Այդպես տպավորություն է մնում։ Փախի։ Սուսուպուս հելու փախի։ Ոչ մեկ քեզ չի խոչընդոտի, գնա։ Հեռացի։ Հնարավորություն տուր փրկենք այս պետությունը, արա։ Եթե կան ուրիշ հարցեր։ Շնորհակալություն, պարոն Շաբանյան։ Ես եմ շնորհակալ։